Այսօրվա խոսքի քարոզությունը ինչպես միշտ ու մինչև հավետ պետք է սկսենք մեր Տեր ու փառավոր Քրիստոս Հիսուսի սուրբ եւ պատվական անունով։ Արագ ուզում եմ ձեզ վերհիշեցնել, վստահ բոլորս գիտենք եւ եթե ոչ հիմանանք, եթե գիտենք վերհիշվի, ինչպես Աստված խոստում էր տվել հրեա ժողովրդին, այն ազգը, այն ժողովուրդը, որ կառուցվեցին իրենց հավատքի վրա, որպեսզի Իսրայել ժողովուրդ այդպեսի հասկացողություն չկար։ Հայերը կային, պարսիկները կային, այլ ժողովուրդներ, ազգություններ կային, բայց Իսրայել ժողովուրդը, ինչպես գիտեք, հիմք առավ Աբրահամի հավատքից։ Եվ երբ նրանք 430 տարի Եգիպտոսի երկրում ստրկության մեջ էին, եւ նրանք հառաչեցին, կանչեցին Աստծուն եւ Աստված Մովսեսին ընտրեց, զատեց եւ նրանց դուրս հանեց Եգիպտոսի ստրկությունից եւ նրանք դուրս եկան քայլելու ու գնալու անապատի մեջ դեպի Քանանի ավետյաց երկիրը, որ Աստված ոչ միայն նրանց խոստում տվեց, որ ստրկությունից դուրս գանի, այլ նրանց խոստում տվեց Քանանի ավետյաց երկիրը եւ նրանք մոտեցան Սինա լեռան փեշերին, այնտեղ հանգրվանեցին եւ Մովսեսը առանձնացավ, ինչպես Աստծո հետ խոստում ուներ, քանզի Աստված նրան պետք է 10 պատվիրանները երկու քարե տախտակների վրա իր ձեռքով, Աստծո ձեռքով պետք է գրվեր 10 պատվիրան։ 10 պատվիրանները ոչ միայն դա Իսրայելի համար էր, ոչ միայն այսօր ինձ ու քրիստոնյաների համար, այլ համայն մարդկության համար է։ 10 պատվիրաններով կկառուցվի ամենաառողջ եւ աստվածապաշտ եւ աստվածավախ հասարակությունը։ Ես ուզում եմ արագ հիշեցնել եւ ես քեզ կքաջալեմ, որ ժամանակ առ ժամանակ, երբ որ առիթը կլինի, գնաս հին ուխտի մեջ ելից գիրքը բացանես 20-րդ գլխի մեջ է խոսում այդ 10 պատվիրանների մեջ։ Հիմա ես քեզ արագ հիշեցնեմ, որովհետեւ այսօրվա մեր խոսքը անուղակի թե ուղակի կապված է։ Պատվիրանները սկսեց սրանից. չմոռանաս, թե այն փառավոր ու կենթանի Աստծուն, որ քեզ հանեց Եգիպտոսի ստրկությունից։ Այսօր ես ու դու իրավունք չունենք մոռանալու այն փառավոր եւ կենթանի Աստծուն, որ մեզ հանեց թշնամու սատանայի ու մեղքի ինչից ստրկությունից։ Երկրորդ պատվիրաններ, որ քեզ համար Երբ որ դու ճաշակեցիր Աստծուն, թե ինչպես հրաշագործությամբ քեզի դուրս հանեց այդ մեղքի ճիրաներից եւ ստրկությունից, քեզ համար սուտ աստվածներ չսարքես, քո կենթանի Աստծուն չմոռանաս, դա երկրորդ պատվիրաններ։ Իսկ երրորդ պատվիրանը այսպեսին էր ասում. քո Եհովա փառավոր Աստծո անունը իզուր տեղը չօգտագործես։ Թող այդ անունը քեզ համար սրբության անուն լինի, որտեղ ամեն անգամ, երբ որ ես կանչում եմ այս քրոջ կամ այն եղբոր անունը, ուրեմն ինչ եմ ուզում անել, իր հետ ուզում եմ հաղորդակցության մեջ մտնել, չէ՞։ Անունը ինչի համար է։ Ծնողը երեխին, երեխան մեծանում է, ծնողը դառնում երեխ։ Մենք ինչու ենք անվանումներով կոչում, որպեսզի ինչ անենք, ամեն անգամ կանչելով ուշադրություն ինչ անենք, որ մեզ վրա կենտրոնացնի։ Եվ ամեն անգամ, երբ որ դու Աստծո անունը կանչում ես, քո հոգուտ խորքում հավատում ես, որ դու Աստծո հետ ես խոսում։ Եվ երրորդ պատվիրաններ, որ այդ անունը իզուր տեղ չօգտագործես։ Եվ վերջապես չորրորդ պատվիրան ասում էր, քեզ համար ես 7 օր եմ տվել շաբաթվա մեջ, 6 օր աշխատիր, քո կյանքով, քո ընտանիքով զբաղվիր, քո ապրուստով, բայց մի օր դու պետք է առանձնացնես եւ այդ օրը ինձի տաս։ Եվ այսօր այդ օրն է, չորրորդ պատվիրանն է։ Երբևիցե դուք մտածել եք այդ մասին, որ այսօր եկեղեցի գալով Աստծո 10 պատվիրաններից 4-րդ պատվիրանն եք իրականացրել։ Դա պատվիրան է, դա ցանկություն չէ, դա զբաղմունք չէ։ Դա ինչ է, որ առավոտ արդան մեզ լավ ընկեր չունեմ, ոչ մեկ չզանգեց, փառք գնալու հարսանիք ես, ոչ մի բան չկա, դե ուրեմն այդամ եկեղեցի։ Պատվիրան է, դա Աստծո 4-րդ պատվիրանն է, որ մի օր դու պետք է ինձ համար առանձնացնես ու իմ տանը մեջ գաս ու իմ երեսը փնտրես։ Քեզ 6 օր ա տվել եւ մի օր պետք է առանձնացես, որ այդ 6 օրվա նրա բոլոր օրհնությունների հրաշագործությունների համար ինչ անես, նրա հետ հաղորդակցվես, նրա հետ ավելի մոտենաս։ Եվ վերջապես շարունակությունը մյուս 6 պատվիրանները՝ պատվիր քո հորդ եւ մորդ։ Այսօր լեցուն սրտի ցավով եմ ասում, տեսնում եք ինչ ընտանիքներ քայքայված եւ ինչի՞ս է սկսում, երբ որ սկսում ես անպատվություն
անպատվություն բերելու քո ծնողներին եւ բնականաբար այնտեղ էլ ընտանիք չկա։ Այնտեղ մի խումբ ժողովուրդ է, որ քայքայվում է եւ սատանան կարողացել է ներս մտնել։ Եվ դրանից հետո մի սպանիր, մի գողանար, մի շնանար, ուրիշի դեմ սուտ վկայություն չտաս, երկնքի Աստված ամեն բան տեսնում է։ Եվ վերջապես աշկդ մի տնկիր դրա ցուտ ունեցվածքի վրա։ Եվ ինչպես հացյալ գիրակի հիշեցինք, այն ինչ որ Տերը քեզ տվել է, սովորիր հավատալով գոհանաս քո ունեցածի համար։ Եվ Տերը քո հավատարմությունը տեսնելով վստահեցնում եմ քեզ ավելինը կտա։ Ոչ թե իմ խոստումն է, այլ Աստծո խոստումն է։ Այս 10 պատվիրաններով էր կառուցվում, ինչը ոչ միայն այսօր էս եկեղեցին, այլ նաև ազգ ու ազգությունները։ Այս երկիր այդ 10 պատվիրանների վրա է կառուցվել։ Եվ թող չզարմացնի ձեզի, ես առիթ չեմ ունեցել, հույսով որ մի օր առիթ կլինի Վաշինգտոն կայցելենք, ինձի ուղղակի պահում է, որովհետև այսօր Վաշինգտոնը չի, որով հիմք տրվեց այս երկրի կառուցման եւ համարեցին մայրաքաղաքը։ Լեցուն գրություններ ու մակագրություններ կտեսնեք, փորագրություններ, ինչ այս 10 պատվիրանների մասին։ Մեկ օր այսպիսի մի եկեղեցում ժողով ավարտվեց եւ եկեղեցու անդամներից մեկը մոտեցավ Հովիվին ու ասեց, որ ես ուզում եմ քեզ հետ խոսք խոսել այս եկեղեցու մասին։ Այս եկեղեցին ինչ ուղղություն ընտրել, ուր են գնում, ուզում եմ քեզ հետ զրույց ունենամ։ Հովիվը ասեց սիրով եւ բնականաբար Սուրբ Գիրքը բացեց ու սկսեց մի քանի համարներ Աստծո խոսքից ընթերցել։ Հենց որ տեսավ, որ Հովիվը Սուրբ Գիրքն է բացել եւ Սուրբ Գրքից է համարներ ընթերցում, ասեց. չեղավ։ Եթե դու ուզում ես Սուրբ Գրքով ինձ հետ խոսաս, բնականաբար որովհետեւ Հովիվ ես եւ Սուրբ Գիրքը ինձանից ավելի լավ գիտես, ինձ կչոքացնես։ Դա արդար չի լինի։ Ասեց հարազատս, բարեկամս, եղբայրս, եկեղեցուս անդամը, իմ գիտությունը ստեղ դեր ու նշանակություն չունի։ Աստվածապաշտությունը սկսվում է Աստծո խոսքով եւ Աստվածապաշտությունը ավարտվում է այս խոսքով։ Այս եկեղեցին հետ այս խոսքով չկառուցվեց, էսի եկեղեցի չի, մարդկանց բազմությունը։ Եվ ես քո բոլոր հարցումներին պետք է պատասխանեմ Աստծո խոսքով։ Եթե դու ինձ եկել ես, որ ինձ հետ ինչա, այսպես արտահայտություն տա, քյուրողլու զրույց ունենաս, ես ժամ չունեմ քեզ համար։ Մեր եկեղեցու ամբողջ զրույցը վերլուծությունը, քննարկումը պետք է լինի այս խոսքի հիման վրա։ Աստված մեզի խոսք ժառանգություն տվեց, որպեսզով կառուցենք մեր անհատական աստվածապաշտությունը եւ նաեւ եկեղեցին։ Եվ բնականաբար վստահ եմ այդ մարդը հուսախաբված տուն գնաց։ Այսպիսի մի ճշմարտություն կա հոգեվոր աշխարհի մեջ։ Երբ որ մարդը անհավատ է, մերժում է։ Բայց անհավատ աշխարհի մեջ է, որ շատ ցավ է ապրում։ Գիտես, նա որ չորա փակված է, դա իր ընտրություն ունի։ Բայց հոգևոր աշխարհի մեջ երկու տեսակ հոգևորներ կտեսնես։ Ես նույնիսկ այդ հոգևոր բառ չպետք է օգտագործեմ։ Երկու տեսականի մարդկանց կտեսնես հոգևոր աշխարհում։ Նրանք, որոնք կարճած են իրենց հոգևոր գիտության վրա, knowledge, եւ երկրորդը նրանք, որոնք կարճած են այդ knowledge-ի, այդ գիտության հիման վրա կառուցված ինչը հավատքը։ Մենք կոչվում ենք հավատացյալներ։ Հավատքը այն կորիզն է, որ դու մի օր չես կարող առավոտ արթնանաս ու գիշերը ավարտվի ու գնաս քնելու ու ամբողջ օրը դու Աստծո մասին չմտածես։ Դա հավատքը։ Իսկ գիտությունը սիրելիներս, օրինակի համար մի պարզ օրինակ բերեմ։ Բոլորս դպրոց են գնացել, բոլորիս ինչ բազմապատկում սովորեցին գումարում։ Ելնում է օր, որ անցնում է, ու դու առիթ չես ունի այդ բազմապատկում, խանութ չես գնացել, վճարում չես արել, առիթ չի եղել, որ ինչ-որ մի բան բազմապատկես կամ գումարես։ Դա գիտություն է, որ կարող է ծալվի, դարակը դնես, ու տարիներ այդ գիտությունը դարակի մեջ մնա։ Բնականաբար կպակասի կավենա, բայց գիտությունը եւ այսօր լեցուն քրիստոնյաներ կան, որ աստվածապաշտությունը իրենց կառուցել են գիտության վրա։
Ես գիտեմ հին ուխտը, ես գիտեմ նոր ուխտը, գիտեմ Աստվածաշունչը, գիտեմ Հիսուս Քրիստոսին, գիտեմ նրա ծնունդը, որտեղ է ծնունդ առել, նրա ծնողները, մայրը, նրա մայրամը, նրա որ հայրական այդ եւ այդ բոլորը Պիղատոսին գիտեմ, Պետրոսին գիտեմ, Մարկոսին, բոլորը գիտեմ, գիտությունը հավատ չի կարող լինել, որտեղ նմանատիպ մարդիկ ամիսներով եւ սրտի ցավով եմ ասում, տարիներով եկեղեցի չեն աճախում, հոգևորների հետ չեն հաղորդակցում, խմբային աղոթներ չեն ունենում, պաշտամունքների չեն ներկա լինում եւ այդ գիտության վրա իրենք մտածում են, որ իրենք երկնքի թագավորության մասն են ու բաժինն են։ Ես չեմ կարող իրենց հետ հակառակվել, բայց ես կարող եմ ասել այն ինչ որին ես հավատում եմ, ոչ թե գիտեմ։ Այո, մենք գիտենալով հավատացինք, բայց չեն կարող հավատքը ծալես, դու չես կարող հավատքը ծալես ու դարակում դնես ու մի ամիս, մի տարի հետո հիշես, օ հավատացյալ եմ, բայց գիտությունը դու կարող ես ծալել։ Վստահեցնում եմ ձեր համալսարանի ես ավարտեցի մաթեմատիկական գիտությամբ, այնքան բաներ ինձ սովորացել, որ մինչև այսօրվաս օրը, որ 45 տարի ավել ծրագրավոր եմ աշխատում, չեմ օգտագործել։ Գիտությունը ծալել դրել ես մի կողմ, բայց դու կարող ես առանց հավատքի մի օր ապրես։ Ինչ մի օր, մի ժամ կարող ես ապրել։ Այդպիսի ժամ կա, որ Աստված քո մտքով անցած չլինի։ Չի կարող։ Եվ դրա համար այսօր շատերը խաբված են, գիտությունը շփոթում են հավատքի հետ։ Եվ մտածելով, որովհետև գիտենք, ուրեմն փրկված ենք։ Եվ սրտի ցավով նմանատիպ մարդկանց թիվը շատ ու շատ ու շատ է, եւ չի բացառված, որ ես ու դու էլ է ծուղականքնենք։ Ես ձեզ վստահեցնում եմ։ Մի օր պակասես հավատքիդ մեջ, գիտությունդ կմնա։ Ով կարող է քո գիտությունը քեզ ձեռքից վերցնի, ոչ մեկը։ Հավատքը, այո, եւ նրա անունը ինչ։ Սատանա, թշնամի։ Նա չի գալիս հարցակվելու քո գիտության վրա։ Նա գալիս է, որ քեզանից ինչ անի։ Քո հավատքը պակսեսնի, քո հավատքի վրա ստվեր գցի։ Ասի, որ ամեն բան գիտես։ Ինչի՞ դա պետք 6 օր աշխատել ես, քրտինք ես տապել։ 7-րդ օրը 4-րդ պատվիրանը քո մտքից հանում է։ Նստիր, ոտդ գցի ոտից, սուրճդ գավաթը արձերքդ, հեռուստացույցը միացրու, ընկերների հետ զրուցիր, գնա շոփինգի եւ քո ժամը ունեցի, դա քո հանգստի օրն է։ Ո ոչ, այդ օրը մեր Աստծո օրն է, մեր հանգստի օրը չի։ Այդ օրը մեր Աստծո օրն է։ Եվ դրա համար ինչ անում, գիտությունը եւ հավատքը։ Եվ սա է խնդիրը։ Այսօր մենք ուզում ենք խոսենք ոչ միայն Աստծո հրաշագործության, այլ նաև հասկանանք, որ իհարկե մենք չենք այստեղ եկել, որպեսզի ես քեզ վախեցնեմ, դու ինձ վախեցնես եւ մենք մեծարենք սատանային թշնամուն, բայց ուզում ենք մեկ բան հասկանալ, թշնամին իրական է։ Այսօր տեսել եք, թե ինչպես թշնամին այս աշխարհում մարդկանց միտքից հանելա թշնամու սատանայի գաղափարը, բայց հոգևոր աշխարհի մեջ ես ու դու պետք է հասկանանք, որ մեր կյանքում թշնամի կա։ Եվ այդ թշնամու միակ նպատակը ինչն է, որ մեզ ինքես ու ինձ ու մեր տունը ու մեր ընտանիք ու եկեղեցին քայքայ եւ մեզ հավատքից հեռացնի։ Եվ նրա միջոցները բազմազան են։ Եվ դրանցից մի միջոցը նոր խոսեցինք։ Նա լավագույնս կարող է քո հավատքը ինչ անի, քո մեջ թմրեցնի, մարել տա եւ քեզի ինչպես անի, թևերի տակ sense երկու հատ մեծ զմերուկներ դնի, որ դու sense քայլելով մանկաս, ես գիտություն ունեմ, հոգևոր գիտություն ունեմ եւ ամբողջ կյանքումդ այդպես պատտես, հոգևոր գիտություն ունեմ ես։ Գիտությունը մեզ չի փրկելու, հավատքը, որ մեզ ամեն օր այդ կենթանի Աստծո հետ ինչ է անում, հաղորդակցության մեջ է դնում։ Եվ իզուր չէր, որ Հակոբոս առաքյալը 4-րդ գլխի 7-րդ համարում հետևյալ խոսքերն ասում. Արդ ինչ արեք, հնազանդվեցեք Աստծուն, դիմադրեք սատանային ու նա ձեզանից կփախչի։ Մի հատ ուզում եմ արագ ուշադրություն դարձնենք հնազանդության բառի վրա։ Գիտություն ունեցող մարդը կարող է հեշտ հնազանդվի։ Ոչ, նա անընդհատ կարճացա ինչի վրա, իր գիտության վրա։
Նման մարդկանց հոգևոր աշխարհի մեջ եմ խոսում։ Նրանք, որոնք եկեղեցին թողել են, երբ որ նրանց հետ խոսում ես, նրանք անընդհատ ինչի վրա են շեշտադրում, իրենց գիտության վրա։ Երբ որ խոսում է հնազանդության մասին, հոգևորը կարող է հնազանդվի։ Իմաստունը չի հնազանդում։ Նայեք աշխարհի մեջ մարդիկ ինչքան շատ լսվում են իրենց գիտությունով, սրտի ցավով։ Մեր եղբայրը օրինակ բերեց այդ տիեզերագնացներից մեկին, բայց նմանատիպ դժբախտաբար անցյալներում լեցուն նմանատիպ մարդկանց այսօր հազվագյուտ կտեսնես, որոնք գիտական աշխարհում գիտություն ունեն եւ ինչ են արել, եւ նաեւ միաժամանակ առանց ամանչելու, առանց վարանելու Քրիստոս Հիսուսի անուն են դավանում ամեն ուր։ Որովհետև սատանան ինչ արեց մարդկանց ասեց դու արդեն գիտնական ես, պրոֆեսոր ես, համալսարան ես ավարտել, 2 հատ համալսարան ես ավարտել, լավ պաշտոն ունես, լավ դիրք ունես, գիտություն քեզ համար ամեն ինչ է։ Գիտություն ունենալով դու չես հնազանդվում։ Դու ընդհակառակը ավելի ու ավելի ամբարտավան ես դառնում։ Ես գիտության նկատմամբ ոչ մի հակառակություն չունեմ, բայց իմ ասելիքս հոգևոր աշխարհի այդ շրջանակների մեջ, երբ որ Հակոբոս Առաքյալը առաջի բառով ասում է հնազանդվեցեք, հոգևորը կարող է հնազանդվի։ Եվ հոգևորը հնազանդելով Աստծո խոսքին ինչ անում, հասկանում է, որ սատանա կա, թշնամի ունի, եւ այդ թշնամուն ինչ պետք է լինի, դիմադրել, հակառակվել, չընդունել, չխաբվել, հեռացնել, ու նա կհեռանա, ու նա կփախչի քեզանից։ Այսօր, ինչպես ասում եմ, թշնամու հարցակումները բազմազան են, եւ դրանցից մեկը եւս Պողոս Առաքյալը Կողոսացիս գրքի 2-րդ գլխի 8-րդ համարում է մեզ հիշեցնում. Զգուշ եղեք, գուցե մեկը ձեզ իմաստասիրությամբ, ոչ թե իմաստությամբ, իմաստասիրությամբ, մարդիկ կան, չէ, որը Աստծո խոսքի գիտությանը, Աստծո հրաշքով ձերբազատվում են մեղքից, նոր կյանք, նոր ծնունդ են ստանում եւ դարձյալ ինչ են անում, մտնում են ու պրպտում են։ Կարդալ, ընթերցել, ուսումնասիրելու դեմ ես ոչ մի հակառակություն չունեմ, ես ինքս այն մարդկանցից եմ, որ անընդհատ ուզում եմ տարբեր բաներ ուսումնասիրել, հասկանալ, բայց երբ որ դու այդ իմաստասիրությամբ ու դատարկ խաբեությամբ ինչ անի, քեզ գրավի։ Զգուշ եղեք, գուցե մեկը ձեզ իմաստասիրությամբ ու դատարկ խաբեությամբ գրավի, որ մարդկային ավանդության, բնության տարերային ուժերի վրա են հիմնված եւ ոչ թե Քրիստոսի։ Պողոս Առաքյալը այս թղթերը ում էր ուղղում, աշխարհին? Ոչ, այդպես էլ ասին, չէ, Կողոսացիս եկեղեցուն էր ուղղված, որ հետո մնաց ժառանգություն ինձ ու քեզ եւ թարգմանվեց եւ այսօր ես ու դու ընթերցում ենք այդ համարները։ Պողոս Առաքյալը դիպուկ գրել էր հոգեվորների համար, նրանք որոնք եկեղեցի հավաքվում էին, պաշտում էին, փառաբանում եւ ասեց ձեր մեջից զգուշ եղեք, կարող է մարդիկ ինչ անեն, ելնեն ու սկսեն ձեզ ինչ անելու, շեղելու ինչից, ճշմարտությունից, հավատքից եւ սկսեն տարբեր տարօրինակ իմաստասիրություններից, այս աշխարհի բնությունը գիտեք ինչ է, մայր բնությունը այսպես երկաշարժերի բաների եւ ինչ անեն քեզին եւ քեզ հեռացնեն Աստծո իրական ճշմարտությունից։ Զգուշացիր։ Սա արդեն չի խոսում աշխարհի մասին, սա խոսում է եկեղեցու եկեղեցիների մասին, սա խոսում է մարդիկ, որոնք շեղվում են եւ ինչ են անում եւ իրենցի հետ տանում են նաեւ մի ամբողջ բազմություն ու ժողովուրդ։ Սիրելի, շատ անմիտ կգտնվեմ ես ու դու, երբ որ երրորդ մարդը որ ներս է մտնում ասում է ես հովիվ եմ, օքեյ հովիվ ես։ Արդյոք որովհետեւ նա իրան հովվի կոչում, կամ ավետարանչի կոչում, կամ հոգևորի կոչում, կամ քարոզիչի կոչում է տալիս։ Ես պետք է նրա ամեն մի ասածը հալած յուղի տեղ ընդունեմ։ Արդեն դա քո միամտությունն է։ Աստված մեզ էդի չի զգուշացնում։ Աստված ասում է, որ ամեն բան քննիր, զննիր։ Կոչումներով մի խաբվիր, այսօր ամեն մարդ կարող է։ Ով կարող է խանգարել իրան։ Ամեն մարդ կարող է ելնի ասի, ես վերստին ծնված քարոզիչ եմ, ավետարանիչ եմ, էս եմ, են եմ։ Եվ դու կլինես միամիտ, եթե նրա խոսքերը ընդունես 100%։ Նույնիսկ իմ խոսքերը մի ընդունի, 20 տարուց ավելի մենք իրար հետ շփվում ենք։ Իմ խոսքերը տար եւ քնի ու զնի Աստծո խոսքի։ Ամեն ինչ մենք այսօրվա քարոզչությունը սկսեցինք որտեղից։ Աստծո խոսքի ճշմարտությունից։ Քեզ համար սա է միակ բացարձակ ճշմարտությունը,
Աստվածաշունչը, Աստծո խոսքը։ Ոչ ես, ոչ էլ մյուս քարոզիչը, ոչ էլ մյուս հովիվը, ոչ էլ մյուս ավետարանիչը։ Մենք ամեն մեկս էլ կարող ենք մեր վրա կոչումներ կրելու։ Եպիսկոպոս, արքեպիսկոպոս, կաթողիկոս, պապ, ամեն մեկս էլ կարող ենք մեր վրա կոչումներ կրել։ Բայց ամեն ինչ պարտականությունը քո վրա է։ Դու ես պարտական քո փրկությանդ համար, եւ դու ես Եվ եթե շեղվես, ինչպես Պողոս Առաքյանն էր ասում, եկեղեցու մեջից կլինեն նման մարդիկ, որ կելնեն ու քեզ ինչ կանեն, կկապեն ոչ թե Քրիստոսի, ասում հիմնված չէ Քրիստոսի հիման վրա։ Նրանք քեզ կկապեն բնության, այսպեսի շարժումների, մոլորակների, աստղերի եւ ինչ որ դրանք բոլորը ում ձեռքի գործն են։ Քրիստոս Աստծո։ Բայց երբ որ դու տրվում ես այդպեսի մասնակի գիտությունների այդ շեղումների, ինչ ես անում։ Կորցնում ես իրական ու ճշմարիտը, որն է Քրիստոս Հիսուս Աստվածը։ Եվ սա էր իմ խոսքը, որպես եկեղեցու անդամ դու քո վրա պարտականություն ունես, որ այսօր եկեղեցում եկել ես քո եկեղեցինա, քո հովիվն է, իր այդ շփվել ես, բայց այսօր հեռուստատեսությամբ կայքերի մեջ լեցուն Աստծո խոսք կա։ Այսօր հազարավոր, տասնյակ հազարավոր քարոզներ դու կարող ես գտնել բոլոր լեզուներով, բոլոր հարանվանություններից, բոլոր հովիվներից, հովիվները որ երբեք չես տեսել, մի անգամից տեսնում ես, որ YouTube-ում կարող ես գտնել կամ Facebook-ում կամ եւ որևէ կայքերի մեջ։ Բայց քո պարտականությունը, որովհետեւ ինֆորմացիան այնքան է շատացել, որ ես քո հովիվը նույնիսկ ես էլ քո նման պետք է կարողանամ ինչ անել ամեն ինչ քնեմ ու զնեմ ըստ Աստծո խոսքի ճշմարտությամբ այս մարդը որ sense քաջաբար այսպես ոգևորված խոսում է նրա խոսքի մեջ Աստծո խոսքի ճշմարտությունը կա թե չկա գիտեք Ֆիդել Քաստրոն ոգևորված խոսում էր Եվ իր ազգին տարավ դեպի լի իրավ կործանում, նա առաջի օրվանից մտածել էր, որ երբ որ այս հեղափոխությունը կատարվի, ինքը պետք է լինի տեր, ոչ թե ընկեր, ոչ թե բարեկամ, տեր, ու այդպես էլ արեց։ Նա ասում է 6 ժամ անդադար կարողանում էր խոսել ոգևորված։ Բայց ինչ եղավ արդյունքը։ Կուբան հայտնվեց ծայրահեղ աղքատության ու սովի մեջ։ Այնպես որ խոսքերը ոչ մի արժեք չունի, եթե այդ խոսքերը չի կառուցված Աստծո խոսքի վրա, չխաբվես։ Ֆիդել Քաստրոների նման մարդիկ նույնիսկ հոգևոր աշխարհի մեջ կգտնես, որպես ոգևորված ժամերով կարող են ելել խոսել։ Քո պարտականությունա, դու պարտավոր ես, որ այդ խոսքերը առնես ու հետո նստես ու զնես ու քնես տեսնես այդ խոսքերը արդյոք Աստծո խոսքի ճշմարտությունով է համեմված քայլում քայլ առ քայլ թե մարդը խոսում է զուտ իր միտությունից, իր իմացությունից, իր զգացումներից դրանց մեջ փրկություն չկա փրկությունը Աստծո խոսքի մեջ է եւ միայն ու միայն Աստծո խոսքի մեջ Երեմիայի մարգարության մեջ, ինչպես մի քիչ առաջ ընթերցում էինք, վերհիշում ենք, չենք ընթերց, վերհիշում ենք 10 պատվիրանները, մի անգամ եւս մեզի հիշեցնում է։ Միթե մարդ իր համար աստվածներ կշինի։ Անգլերենով շատ ավելի գեղեցիկ է թարգմանությունը մի քիչ հայերեն։ Անգլերենով ասում է do people make their own gods, հարց է տալիս։ Արդյոք մարդիկ կենթանի Աստծուն ճանաչելուց հետո իրենք իրենց աստվածները կշինեն։ Հարցականը դնում եւ պատասխանը ասում է yes կանեն ամեն մարդ արարած ընդունակ է Աստծուն ճանաչելուց հետո կամ Աստծուն չան իր համար աստվածներ պատրաստի իր համար աստվածներ կառուցի իր աստվածը իր փառքն է իր տիտղոսն է իր աշխատանքն է իր գումարն է իր հարստությունն է իր քերին է որ բարձրապաշտոնյա ես չգիտեմ աստվածը նա է որից դու կարճում ես որի վրա հույս ունես Փողիդ վրա հույս ունես, գիտությանդ վրա հույս ունես, առողջությանդ վրա հույս ունես, տղայիդ, աղջկադ վրա հույս ունես, փեսայիդ վրա հույս ունես, խնամուտ վրա հույս ունես, բարեկա, դա դառնում է քո Աստվածը։ Եվ անգլերենով մարդը ընդունակ է իր համար այդ փոքրատար աստվածներ կառուցի։ Եվ պատասխանը ասում է, այո, բայց նրանք երբեք չեն կարող Աստված լինել։ Ամեն մարդ արարած ընդունակ է դրան։ Ընդունակ է
Աստծոց կենթանի Աստծոց հեռանալու եւ իր համար շոշափելի զգալի, ցանկալի հեշտ մի բան։ Մի Աստված որ կարող է կառավարի այդ Աստծուն։ Դու կենթանի Աստծուն չես կարող կառավարես։ Դու կարող ես ամբողջովին վստահես ու հնազանդվես ու ամբողջ կյանքդ նրա ձեռքերի մեջ բերես։ Մարդիկ ինչի են իրենց աստվածները կառուցում, որտեղ այդ աստվածներին ոնց ուզում են կարող են պատտեսնել, ոնց ուզում են կարող են շրջել, ոնց ուզում են ուղղություն կարող են տալ։ Իրական ճշմարիտ ասում ոչ։ Նրա այոն այո է եւ նրա ոչը ոչ։ Նրա ճանապարհները միակն է, ճշմարիտն է։ Եվ Հիսուս ասեց ես եմ այդ միակ ճշմարիտ Աստվածը, միակ ճանապարհը, որ քեզ երկին կտանի։ Եվ դրա համար մարդը ընդունակ է, ունակ է, իր համար աստվածներ կառուցի, կարճի դրանից։ Ինչու են մարդիկ այդպես գնում մոմ վառում։ Այդ մոմ վառելու այդ արարողությունը իրենց համար աստվածանում է։ Իրանք մտածում են, որ այդ մոմ վառելով իրանք մտան սրբության սրբոցը, սուրբ դարձան։ Իրանք մտածում են, որ այդ մոմ վառելով Աստծուն մի հատ մեծ լավություն արեցին։ Հասկանում եք, շատ չնչի մի բան է, շատ չնչի, կամ խաչակնքելով։ Դու Աստծուն պաշտում ես քո հոգուտ աշխարհի մեջ եւ հնազանդվում ես մինչեւ վերջ։ Բայց դրանից դուրս այն ամեն ինչ որ կառուցում ես ու կարճում ես դրանից ու մտածում ես դրանց մեջ փնտրես քո սրբագործությունը, քո հավիտենական կյանքը, դրանք աստվածիկներ են, որ ես ու դու կառուցում ենք մեր մեջ։ Մարդը ինքան ընդունակ է ինք իրեն խաբելու եւ կառուցելու նման աստվածներ ու նրանց պաշտելու ու մտածել, որ իրան նման հավատացյալ ու փրկվածը չկա։ Սա է, որ մտնում է մեր հոգու աշխարհը, երբ որ դու ընթերցես, երբ որ աղոթես, եւ սա է, որ քո մեջից հանում այդ փոքրիկ աստվածները ու դու ինչ ես անում, ջախջախում ես Տիրոջ ոտքերի տակ եւ խոնարհվում ես այդ փառավորածի ներկայությանը մեջ։ Եվ մենք ինչ արեցինք, եւ մենք կառուցեցինք այդ բոլորը, եւ այդ բոլորը ոչ միայն մեր կյանքում բարիք բերեց, այլ նաեւ չարիք եղավ։ Ես մի քանի օրինակներ բերեմ։ Ես 68 տարեկան եմ։ Եթե 60 տարի հետ գնամ 8 տարեկանում, երբ որ դպրոց էի աջախում առաջի երկրորդ դասան էի, բոլոր նրանք, որ նույնիսկ իմ տարիքի չեն, մոտարպես կարող են պատկերացում կազմեն։ Մենք որ տուն ենք գալիս դպրոցից, մեր առաջի բանը ինչն էր, որ արագ մեր օրվա աշխատանքները կատարեինք, հանձնարարությունները, ու մի վայրկյան շուտ ինչ անենք, դուրս գայինք, որովհետև ամբողջ թաղամասում ոչ մի տուն հեռուստացույց չուներ։ Իսկ մենք երեխաներով ռադիոյով չենք հետաքրքրված։ Մեզ համար հետաքրքրությունը դրսում էր։ Ու գիտեք ինչ էինք անում, ու մնում էինք միջև ուշ գիշեր, մթնում էր, ու մեր ծնողները մի երկվայրկյան չէին հասկացում, որ մեզի վտանգ է սպառնում, թողնում էին։ Ու մենք վազում էինք, ու ես հիշում եմ փոքր տարիքում մեր տների կողքի մեջ դատարկ տարածք կար։ Ու մենք վազում ենք այդ տարածքների մեջ, աշկեր փակում ենք, խաղեր ենք խաղում, ինչեր ենք անում, մինչև ու ժամի որ պետք է արդեն բոլորը քնեին ծնոյթ տուն արեք։ Ու մենք տուն ենք գնում։ Ուտես հոգնած, ջարդված ընկնում ենք քնելու, առավոտ արթնալու դպրոց գնալու։ Այսօր դու ռիսկ անես օրը ցերեկով քո երեխուն դուրս թողնես։ Իհարկե ոչ։ Ինչի՞։ Որտեղ մարդիկ կառուցեցին այդ իրենց սուտ աստվածները եւ այդ սուտ աստվածները փչացրեցին մարդկանց մեջ ամեն բարոյական չափանիշները։ Ինչի՞ են ժամանակ այդքան գիժ ու երեխա գողացող այդպես մարդասպան, այդքան խելագարներ չկային, որտեղ Աստված կար, Աստծո վախը կար։ Միգուցե բոլորը եկեղեցի չէին գնում, բայց այդ Աստծո այդ ներկայությունը տարածված էր ժողովրդի մեջ։ Ու երբ որ 1, 2, 10, 20 հազար, 10,000 մի հատ նայեք այս վերջի 4 տարվա մեջ թե ինչ էր կատարում այս երկրի մեջ, այդ drag queen-ները, այդ բոլոր փչացածությունը, այդ այլանդակությունները, որ սկսել են նույնիսկ մանկապարտեզում, իհարկե սատանային դու հրավիրում ես ու նա գալիս է, իհարկե ամեն 4-ից 3-ը խելագար ու մարդասպան ու երեխա գողացող կլինի ու բռնաբարող, իհարկե կլինի, որտեղ դու տվեցիր այդ միջոցը, այդ դաշտը կառուցեցիր, սատանային հրավիրեցիր, փոքր աստվածներ կառուցեցին մեզ համար։
Եվ այսօր վախկատում են, ոռնում են, որովհետև Աստված ուզում է նորեն հետ սարքի այս երկիրը։ Տեսնում եք, վառում են, մեքենաներ են վառում, տներ են վառում, որտև սատանան իրաց մեջից չի հանգիստ առնում։ 4 տարի թագավորում էր այս երկրում սատանան։ Իմի համոզում ենք, որ այս բոլորը սատանայի գործն էր։ Եվ այդ երազային պայմաններ, այն ժամանակ այդքան ճոխություն չկար, պայմաններ չկար, բայց ինչ երջանկություն կար, որ դասերտ ավարտում, մամ կարամ գնամ դուս, գնա, ու գնում էր ու ընկերներիդ այդ հողերի մեջ վազում եք ու եթե մի հատ գնդակ ամբողջ թաղամասում լիներ, այդ մի հատ գնդակով խաղում էին մինչև գիշեր ու ժամի, ու երջանի տուն էին գալիս ու քնում։ Այսօր այդ երեխան 10 մի հատ, 20 մի հատ, 30 մի հատ, 101 հատ գնդակ ունի։ Բայց այդ երջանկությունը չունի, որտև անընդհատ մենք վախի մեջ ենք ապրում։ Մեկ ուրիշ օրինակ բերեմ, ես իրականության մեջ կարդացել եմ, և որ Ամերիկայում 50-ական թվականներում մարդիկ սովորություն չունեն իրենց փողոցի դռան այդ փական կփակելու կողպեկը, պես ազատ էր, բան չկար։ Սրանից մի ամիս առաջ ընթերցեցի Burbank News-ի մեջ, Burbank News-ում զգուշացեք ցերեկով եւ նույնիսկ տանը մեջ եք դուռը փակ պահեք եւ մի քանի դեպքեր էր եղել մարդիկան մոտենում են որ իբր ռեկլամ են բերում գովազդ են բերում մոտենում են քո դռանը ցերը գցում են դուռը բացվեց ներս մտնում հրացան պահումա քո վրա վերջ էլ ոչինչ չես կարող անես նարակես քեզ կարողա թալանի, բռնաբարի, գողանա ու դու ոչինչ չես կարող անես։ Նրանք ավելի սարսափել են, թե դե գիշերը, որ գողա ներս մտնում։ Գոնե զգուշանում ես, ցեն ես լսում։ Հասկանում ես։ Եվ այդ բոլորը ինչից եղավ։ Որտեվ Բայդենի նման տականքը թույլ տվեց, որ 4 տարվա մեջ 21 միլիոն անօրինական մարդ մտնի։ Այդ 21 միլիոնից դու հաշվիր 15 միլիոնը լավ մարդիկ, ընտանիքի մարդիկ։ 20 միլիոնը հաշվի լավ մարդիկ, եթե 1 միլիոն գող ու ավազակ ու մարդասպան է մտել, դու գիտեք այդ 1 միլիոն ինչ կարող անի, այս 300 միլիոն քաղաքը կարող է, երկիրը կարող է տակն ու վրա անի, և այդպես էլ եղել է։ Երբ էիր լսել, լսում ես այն ինչ, որ երբեք չէիր լսել, և սա է, երբ որ անտերություն, իսկ սատանան ինչ է ուզում, անտերություն, ոռնում են, որ մարդասիրությունը ինչ եք անում, սահմանափակում եք, ո ոչ, էսի մարդասիրության մասին չի, սա նրա մասին է, որ Փիլոսի նման տականքները 200-300 միլիոն հարստություն ունեն ու այնպեսի տներում են ապրում ու 10-20 հատ պահապան ու պահակներ ունեն իրեն շիշ բոլորը, իսկ ես ու դու այդ հնարավորությունը չունենք, ոչ մեն ես ու դու չի, այլ 90%, 95% այդ հնարավորություն չունի, երբ որ այդ փչացած այդ գողուն ու այդ ավազակը Վենեսուելայի բանդից ազատ են արձակել, ինքը մտել ասել, նա կորսելու ոչինչ չունի, եթե ոչ կարողա թալանի ինձ ու բռնաբարի իմ ընտանիքս։ Իսկ հետո ողորմելի է տականք լիբերալ կոչվածներ ասում են մարդասիրություն, դա մարդասիրություն չի, դա էշություն է, որ փորձում են վերականգնել, և այդ ամբողջը սատանան կառուցեց, սատանան այդ մարդկանց մեջ ամեն ինչ փոխեց ու մարդկանց թված, որ այդ գող ու ավազակներին հրավիրելով այս երկիրը մարդասիրություն են անում, որտև իրենք ապահոված են։ Փելոսի նման տականքները ապահոված են այդ գողավազակներից, բայց ինձ ու քեզ հետ ինչ կլինի նրա բացարձակապես իր համար ոչ մի արժեք չունեմ։ Եթե ես նման տականքների համար արժեք չունեմ, նման տականքներ ինձ համար արժեք կարող են ունենալ, իհարկե չէ։ Բայց սրտի ցավով այսօր ամեն ոք չէ, որ Աստծո գիտություն ունենալով կարողանում է զանազանել, եւ այդ քաղաքական գործիչներին ընտրել ոչ թե կուրորենը, այլ իմաստությունով, այդ մարդը վաղը օրենք անելու ու այդ օրենքը գալու է կամ քեզի օրհնության, կամ քեզի դատապարտելու պատճառով։ Եվ այդ բոլորը ինչ է, Աստծո խոսքի ճշմարտությունից, որտև Աստծո խոսք ասում է ամեն բան քննում ու զննում է, և դու ոչինչ չես կարող անես։ Դու Աստծո գիտությունն ես կարող ես քնես ու զնես ու ճշմարտություն հասկանաս ու ամուր բռնես այդ ճշմարտությունից։ Ներող կլնեք, ես մի պահ շեղվեցի, խոստում էի տվել, որ չեմ մտնի քաղաքական աշխարհը, բայց sorry։ Երկրորդ Կորինթացիս 11-րդ գլուխ 14-րդ խոսքը։ Զարմանալի էլ չէ, որովհետև սատանան ինքն էր լույսի հրեշտակի կերպարանք է ընդունում։
Հասկանում եք։ Սա Աստծո խոսքն ասում, ես չեմ ասում։ Եվ նմանատիպ սատանայով լցված ինչ են անում, այդպեսի հրեշտակի, լույսի հրեշտակի կերպարանք են առնում, բարձրանում են սենց ստեյջների վրա ու ժողովրդին մոլորեցնում են։ Դրանց տիպիկ օրինակը Բաստոն քաղաքի քաղաքապետն է։ Գնացեք այդ կնգան լսեք ու կողպակ նրա գիտության ու իմացության վրա։ Դա մի հատն է, դրա նման հազարավորներն են լսված այս երկրում, որ նրանք սատանա են իրանց ամբողջ էությամբ, բայց որ արտաքինից խոսում են լույսի հրեշտակի նման են խոսում, բայց իրանց էությանը մեջ ամեն ինչ ճահճի հոտ է առնում։ Նրանք բացարձակապես քեզնով եւ ինձանով հետաքրքրված չեն։ Ես չեմ խոսում արդեն այն Քրիստոսի մասին, ոչ միայն մեզնով հետաքրքրված էր, այլ իր կյանքը տվեց ինձ ու քեզ համար։ Եվ այսօր միլիոնավորներ նման սերը թողել են ու նման տական քաղաքական գործիչների հետևից են գնում երջանկություն փնտրելով նրանց ստախոսությունների մեջ։ Դա է տխուրը ու ցավալին։ Դա է որ 60-70 տարի հետ ես գնում ինչպիսի աստվածավախություն կար։ Բոլորը քրիստոնյա չէին, բայց Աստծո վախը կար, Աստծո ներկայությունը կար, Աստծո անունը արժեքավոր էր։ Իսկ այսօր ինչ դարձրեց սատանան։ Դարձրեց մի ամբողջ ոչնչություն այս երկիրը։ Եվ իմի տեսնում եք, թե ինչպես են ոռնում ու կատաղած կրակ, հրդե, փչացնում, ջախջախում, ոչնչացնում։ Դա է տիպիկ սատանայի պտուղներն ես տեսնում այդ մարդկանց մեջ։ Ուրիշ ոչ մի բան։ Գիտեք, մենք մեր էությամբ, որպես քրիստոնյա եւ որպես մարդ, մենք չենք ուզում այնպիսի մի դիրքում լինենք, որ դիմացինին քրոջը, եղբորը, մեր ընտանի խափենք, բայց չենք ուզում նաեւ խափված լինենք։ Անչափ վիրավորվում ենք, երբ որ դիմացինը հոգևոր չի, փորձում է մեզի խափել, փորձում է մեզի շրջանցել, փորձում է մեզի կոխրճել ու մեր վրայով անցնել։ Իհարկե վիրավորում է մեր ինչը, ոչ թե մեր եսասիրությունը, այլ ինքնասիրությունը։ Ամեն մարդ իր արժեքն ունի, իր չափը ունի, եւ ամեն մարդ ուզում է, որ քեզ գնահատելով ինքն էլ գնահատվի, եւ դա չափավոր է, եւ դա օրինաչափ է, եւ դա աստվածային է։ Աստված ուզում է, որ փոխադարձ լինի։ Աստված չի ուզում, որ ես քեզի արհամարեմ ու քեզանից սպասում ունենամ, որ ոչ միայն ինձ ներես, այլ նաև ինձի բարձրացնես, ինձից ապահարես։ Սերը երկկողմանի է լինում։ Եվ ամենատխուր ու ցավալին գիտեք որն է, երբ որ նմանատիպ մարդիկ, որոնք քեզ փորձում են խաբել, արհամարել, քո ամենամոտիկ բարեկամներն են, քո ընտանիքիդ նույնիսկ անդամն է։ Արդեն ինքան վիրավորանքը խորն ու ցավալի, բայց գիտեք, դա ընդամենը սատանայի գործելակերպի մի փոքրիկ էջն է։ Երբ սատանան իր ամբողջ իրականությամբ է ներս գալիս, նա չի գալիս նմանատիպ, ինչպես դու ինչ ես անում, դու քո բարեկամից կամ ընկերոջ ինչ ես անում, հիասթափություն ես ապրում։ Նա ուրիշ տականք է սատանան, նա ուրիշ չափանիշ է։ Նա երբեք իր դեմքը անմիջապես ցույց չի տալիս։ Մի քիչ առաջին չենք ընթերցում, լույսը հրեշտակե լուսեպեսակ տեսքով է նա գալիս։ Այո, սատանան այդպես է ներս մտնում։ Եվ եթե մենք այս գիտությունով եւ հոգով լսված չլինենք, կխաբվենք։ Սատանան են պարզ միամիտների ման չի, բամբասենք, հայոյենք, կռվենք, վիճենք, դա հեշտն է, թեկուզ վիրավորական է, թեկուզ մեզ կոխրճում է, բայց սատանը ես ինչի եմ ես այս բոլորը նմանություն բերեմ, որտեղ սատանայի մոտեցումը շատ ավելի կործանարար է, քան թե այն ինչ որ քեզ վիրավորում ու ցավացնում է։ Իր դառնությունից, իր ցավից, իր պակասությունից մտածում է քեզ ցավացնելով ինչ կնի, իր դարդը գլավանա, իր վիճակը կկարգավորվի։ Դա մարդկային տխուր կարգավիճակները, բայց չեմ ուզում այսօր խոսամ, բայց ես այն օրինակ վերեցի, որպեսզի այս օրինակ ասելու, որ սատանան ներս է մտնում շատ սահուն ձևով։ Նա չի կռվում քեզ հետ, քեզ չի վիճում, քեզ չի հարվածում։ Ներս է մտնում, որպես ինչ անել ու մնալ
ու մինչև քեզ վերջնական չկործանել նա դուրս չի գալիս։ Ու նրանից միակ փրկվելը Քրիստոս Հիսուսն է։ Եվ մի քիչ առաջ ընթերցում եք։ Հիսուսի անով դիմադրի եւ նա պետք է դուրս փախչի։ Իսկ եթե ընդունեցիր, նա կմնա ու քո ամբողջ ընտանիքը ու քո կյանքդ կավերի։ Էնպես որ երկու տեսականին էլ կա մեր կյանքում, բայց ես ուզում եմ մենք զանազանենք իրարից։ Մեկը մարդկային ցավերն ու տխրություններն ու համարանքներն է, մյուսը այդ անօրեն թշնամու խաբեբա ձևով ներս մտնելն է, որպեսի քեզի հավատքից, քեզի քո ամբողջ էությունը, քո ամբողջ տունը, քո ամբողջ կառուցվածքը, քո ամբողջ հավատքը աստվածապաշտություն ջանի, մինչև վերջ կործանի ու հողին հավասարացնի։ Սա շատ ավելի սարսափելի է, որովհետև սա գալիս է քո հավիտենականությունը կորուստի մատնելու։ Սրանք ժամանակավոր, սրանք ցավալի են, սրանք վերք են առաջացնում, սրանք տխրեցնում են, սրանք արցունք են բերում, ցավ են բերում, բայց երկուսն էլ կան, բայց պետք է մենք զգուշանանք այս անօրենից, այս թշնամուց։ Ես ուզում եմ այստեղ ամբողջացնեմ իմ խոսքս։ Սիրելիներս, Տերը ասեց, դժվարություններ կունենաք, նեղություններ կունենաք, հոգսեր կունենաք և նույնիսկ թշնամի սատանա կունենաք, բայց ինձ հավատացեք, ինձ վստահեք, ինձ բերեք, քո քրոջից, քո եղբորից, քո հարևանից, քո բարեկամից ստացած վիրավորանքը, մի պատերազմի դուրս արի, այդ վիրավորանքը բեր ինձ մոտ։ Եվ ես քեզ կամոքեմ, կմխիթարեմ, կբժշկեմ։ Զգուշացիր իրական թշնամուց եւ միշտ քո վրա առ իմ ներկայությունը։ Եվ կանչիր, որ Աստծո հոգին պահի քեզ ու քո տունը ու քո երեխաներին այդ անօրեն ու թշնամու հարձակումներից։ Եվ հավատա հավիտենական կյանքին, ոչ թե գիտությունով, այլ հավատքով։ Քեզ կբերեմ այդ փառավոր, փառավորած Հիսուս Քրիստոսի ձեռքերի մեջ։ Ամեն։